Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է, շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք։ Բարեկամներ, ես հյուր ունեմ եւ այսօրվա իմ հյուրն է ձեզ քաջածանոթ հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Գրիշա Հակոբյանը։ Գրիշա Հակոբյանը միշտ մեծ ուրախությամբ է մասնակցում մեր հաղորդումներին։ Տեսնենք, թե այսօր ինչ տրամադրություն ունի։ Ողջույն Գրիշ։ Ողջույն։ Հաճելի է շատ ձեզ հետ միշտ մասնակցելու, հատկապես մամուլյան եւ ընկերներ գինետանը։ Ուրախ եմ նորից, ուրախ եմ։ Եվ մեր հեռուստադիտողներն էլ ինչ որ մի սպասելիք ունեն, երբ որ մենք միասին ենք, երբ որ դու արդեն մեր հյուրն ես լինում, սպասելիքները մեծ են լինում։ Ես ուզում եմ նախքան այս կերակրատեսակին, այս կերակուրը պատրաստելուն ասել, որ երբ որ մենք ընկերներով հավաքվում ենք, շատ դեպքերում պատրաստելու այդ բեռը իր վրա է վերցնում Գրիշա Հակոբյանը։ Չգիտեմ, որպես մեր ավակ ընկեր, որ չի վստահում երիտասարդներին, թե ինչ, եւ այս կերակուրը ինքը ուղղակի մի հավաքույթի ժամանակ պատրաստեց, շատ հավանեցինք եւ ինքը խոստացավ, որ մեր հերոստա հաղորդման ժամանակ կպատրաստի անպայման այս կերակուրը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եվ հիմա արդեն դու կարող ես թվարկել, թե ինչ պիտի պատրաստենք եւ ինչ մթերքներ ենք օգտագործելու։ Օգտագործել ենք այսօր հիմքը կախասունկն է։ Այո։ Սմբուկ, պղպեղ, որը նախորդ մենք կրակի վրա խորովել ենք, որպեսզի ծխի համնել զգացվի։ Այո։ Մենք կախասունկը հիմա երման ջրով 5 րոպե կվախեցնենք եւ կտապակենք սոխով։ Վախեցնենք։ Առանց ջրի չեն կարող վախեցնել։ Ոչ։ Բա, ասես։ Այսինքն որ ես ասում եմ դուք ասում եք Վախեցնել, այո, տատիկն ասում էր վախեցնել։ Շոկ է հարել։ Ես ուզում եմ ասեի դու որ տերմինը հիշեիր, դու գիտես։ Շոկ է հարում ենք։ Ընդհանրապես մթերքները բոլոր մթերքները մենք որոշենք եւ խորհուրդ տանք մեր հեռուստադիտողներին, որ բոլոր մթերքները բարեկամներ, այդ թվում դա լինի բանջարեղեն, դա լինի ուտելի բույս, նույնիսկ մսամթերք, ընդեղենից մի քիչ վախենամ այդպեսին ասել, ամբողջապես չենք խաշում երբեք։ Ընդամենը 5 րոպե է։ Այո, շատ լավ։ Շատ լավ։ Նախորդ ջուրը մենք տաքացրել ենք, հիմա տաքացած է։ Ես կխնդրեի սոխ կտրտենք, Այ սպասում էի, որ սոխը պատվիրես ինձ։ Շոկը խաշենք։ Կախասունկը տարին բոլոր կա։ Այո։ Այսինքն կարող են մեր հեռուստադիտողները միշտ գտնել։ Բնականաբար պիտի նայել, ընտրել։ Սոխը ինչ տեսքով պիտի կտրատենք։ Կիսալուսնաձև իհարկե։ Գրիշան, ես հենց այնպես չէ որ ներողություն աղը գցենք, անպայման աղաջրի մեջ պետք է նա։ Մի փոքր։ Հենց այնպես չէ որ նախաբանում նշեցի, որ հավաքույթների ժամանակ այլ եւ այլ եւ այլն։ Ուզում եմ ուղղակի հեռուստադիտողներին տեղեկացնել բարեկամներ, որ շատ կերակուրներ հետ այնպես էլ ծնվում են, երբ որ մարդիկ հավաքվում են, կլինեն դրանք խոհարարներ, կլինեն դրանք ուղղակի ընկերներ, գործընկերներ եւ այս դեպքերում է նաեւ նոր կերակուր ծնվում, չէ՞։ Այո, իհարկե, սա ծնվեց հենց այդ նույն ժամանակ, երբ որ մենք հավաքվել էինք, ձերքի տակ ինչ ունեինք, մտածեցինք ինչ պատրաստել եւ ինչով խառնենք, ինչով փչացնենք։ Եվ չփչած ինչու փչած։ Այ դա չէ։ Դրան դեմ եմ։ Խոհարարը երբեք չպետք է փչացնի։ Նույնիսկ վերջերս ես մի բան ուսումնասիրեցի, որ նույնիսկ սմբուկի կեղևը շատ օգտակար է։ Իհարկե շատ օգտակար է եւ մենք պիտի հիշենք մեր ավանդական կերակրատեսակներից մայրամապուրը, որ սմբուկի ոչ միայն կեղև, այլ պոչն են չորացնում եւ այդ մայրամապուրի մեջ օգտագործում։ Մենք ունենք 4-5 րոպե այդ ժամանակը կօգտագործենք զրուցելու կարևոր թեմաներից, բայց ասենք որ արդեն ամեն ինչ տապակված է։ Արդեն կտրատենք, պատրաստենք։ Ես ճիշտ ասած սոխարածը սունկի հետ։ Սունկի հետ, այո։ Մենք հիմի կկտրատենք սմբուկն ու պղպեղը, կլցնենք ափսեի մեջ։ Այո։ Երբ որ կտապակենք սոխը եւ սունկը, կլցնենք վրա։ Իհարկե համեմունքներով։ Շատ լավ, շատ լավ, շատ
հետաքրիր է, որ այլ համադրություններ դու էլ չես նախընտրում։ Պանիր, չգիտեմ, Չգիտեմ, շատ թեթև եւ շատ Այո, հաճելի ինչի համար։ ուտեստ է եւ արագ։ Բացի դրանից ամռանը մենք շատ ծանրաբեռնել Թեթև կարիք չունենք։ մսամթերք չկա, Այո։ թեթև շատ հաճելի։ սոխարացնել կարող ենք պատրաստել։ Այո, այո, միանգամից որպեսի արագ լինի։ Մեզ կմնա միայն որ պարոն Մամուլյան, ուրեմն մենք սկզբից սոխը կտապակենք ձեթով, հա, Այո։ բուսայուղով, իսկ վերջում կավելացնենք կարակ։ Շատ լավ։ Կարակը շատ ջերմային մշակման չեն ենթարկի։ Ոչ, ընդհանրապես ջերմային կարակ ավելացնելու ենք եւ վերցնենք։ Իմի թույլ տվեք, որ ես Այո, սա կտրատեմ։ կտրատեցինք, Կտրատեցինք։ խառնում ենք, այո, Այո։ եւ համեմունք որևէ համեմունք չենք ավելացնում։ Աղ, սպիտակ պղպեղ, եւ հոտավետ պղպեղ։ Պարզ հասկանալի։ Այս բոլորը մենք հիմա կտեղափոխենք մատուցող ափսեի մեջ։ Մի 2 րոպեից ուրեմն սունկը կպատրաստվի մեզնով։ Հիմա տապակը, այսինքն Կարող ենք, այո։ սա ներքևի շերտն է լինել։ Այո, այո։ Շատ բարի։ Սոխը կարծում եմ արդեն կարող Արդեն ենք այո, տապակել։ ձեթը կտակացավ։ Ոնց որ թե Ուրեմն պատրաստ արդեն է պատրաստ է մեզ մոտ սոխառածը եւ սունկը մենք ջրից կհանենք։ Ընդամենը 5 րոպե բարեկամներ, 5 րոպե շոկեարում ենք սունկը։ Ընդհանրապես հարկավոր է հաշվի առնել, որ սունկը 70-80% սնկի հեղուկ է։ Եթե նրան շատ երկար այսպես եփենք, շատ երկար ենթարկենք ջերմային մշակման, ուրեմն կկորցնենք այդ հեղուկը։ Իսկ այդ հեղուկը հենց այնպես հեղուկ չէ, դա հենց սննդային արժեքներն են, որով հարուստ է սունկը։ Պարոն Մամուլյան, մի բան ասեմ, որ կախասունկը ավելի քիչ տոկոս է կորցնում, քան շամպինյոնը։ Եթե շամպինյոնը կորցնում է 50-ից 60%, Այո։ կախասունկը կորցնում է 20-ից 30%։ Լավ, Մենք մանր կկտրատենք։ չհամոզեցիր այնուամենայնիվ, որովհետև Ոչ, ես սիրում եմ համոզված։ ծառասունկը, ոչ կախասունկը, ոչ էլ շամպինյոնը, հենց այդպես։ Դա դու մեղավոր չես, քո մանկությունն է մեղավոր, որ մանկությունը տածկացրել ես նման միջավայրում, հիշողության մեջ մնացել է եւ իմի չես կարողանում մոռանալ։ Իհարկե ծառասունկը քանի որ սեզոնային է, հա, դրա համար Լավ, այդ հաստ կտորները կարծում եմ չարժե։ չէ, շատ համեղ է սա, մենք մանր կկտրատենք սա։ Ուրեմն սա ավելի համեղ մասն է, քան Ջուրը վերցնենք։ ջուրը կարելի է վերցնել, այո։ Տեղափոխենք ուժը։ Տապակը տեղափոխենք եւ սունկը տապակենք։ Այո։ Կանաչի պիտի կտրատենք սնկի վրա։ Այո, Ինչ կանաչի։ Սամիտ, միայն սամիտ։ Միայն սամիտ։ Ցիտրոնել։ Չասենք իրեն, բայց Սա էլ այսպես։ Վերջում էլ ավելացնելու ենք կարագ, հա։ Այո։ Մեզ մոտ արդեն պատրաստ է։ Մենք կխառնենք մի փոքր։
ինչ որ պատրաստում եք, պատրաստեք սիրով, ինչ որ պատրաստում եք, պատրաստեք Այո, հոգատարությամբ, որպեսզի- նայեք Գրիշային եւ սովորեք։ Համեղ լինի, պետք է հոգի դնել, ինչպես դուք եք միշտ ասում դա, բայց հոգի դնելու հետ մեկտեղ պետք է նաև սեր ունենալ խոհարարության Այո, նկատմամբ։ Անդարբեր չպետք է անցնել կողքով։ Կներես մի փոքր կարակ։ Եվ մենք բոլոր համերը կբերենք դեռ իհարկե աղբխտեղ հիմա մենք անենք։ Մենք ավելացնենք աղ։ Ճիշտ է, մենք աղաջրով եփել ենք, բայց մի փոքր աղ նորից այո։ անհրաժեշտ է։ Եվ աղից շատ խուսափել էլ պետք չէ։ Իհարկե չարաշահելը բացառվում է, բայց առանց աղի որևէ մթերքի համ չի պարզվում եւ մեր օրգանիզմը չի ընկալում շատ այդպես համերը։ Այսինքն կարևորագույն համեմունքն է աղը, վերջի վերջո։ Համերը պարզեցնելու համար։ Աղ, սև կարմիր եւ սպիտակ պղպեղ։ Ինչ գույնի պղպեղ ուներ, Գրիշան լցրեց։ Էլ չունես ոչինչ։ Ոչինչ, մենք մի փոքր էլ կտապակենք եւ կմատուցենք։ Սոխարած պատրաստեցինք, շոքեհարված սունկը կտրատեցինք եւ սոխարածի մեջ այսպես միասին նորից շոքեհարման գործընթաց համեմեցինք աղով պղպեղներով։ Հիմա կհամեմենք կանաչիով։ Սա պատրաստ է արդեն, ներողություն, սա վերցնենք մենք։ Մենք սմբուկին եւ պղպեղին Յուղ կամ կարակ չենք արել։ Չավելացրեցինք, որովհետեւ սա շատ ուրեմն իր յուղը արդեն սունկի եւ սոխարածի յուղը արդեն բավական է։ Սամիտն էլ կլցնենք վրան եւ բարի ախորժակ։ Շատ բարի։ Խնդրեմ, բարի ախորժակ։ Բարի ախորժակ սմբուկը սնկով, սոխով եւ շատ մեծ քանակությամբ սիրով։ Համեցեք։ Ահա, Գրիշա ջան, դու միշտ ասելիք ես ունենում, ինչ կասես, ինչ կհաղորդես, ինչ կորդորես մեր հեռուստադիտողներին, ինչ կցանկանաս։ Ես մեր հեռուստադիտողներին կհորդորեմ, որ ճիշտ է իրանք բոլորն էլ եւ խոհարարները եւ տնային տնտեսուհիները լավ պատրաստել գիտեն, որոշ ժամանակներում նաեւ ընդօրինակեն մեզանից, որովհետեւ պրոֆեսիոնալ խոհարարներից կարելի է որոշ բաներ սովորել։ Սովորելը վնաս չէ։ Նույնիսկ մինչև հիմա ես նորից սովորում եմ, քանի որ այս ճաշատեսակը, քանի որ նոր սովորեցինք մենք միասին ընկերներով եւ կարծում եմ շատ հաճելի էր, երբ որ մենք սա ճաշակեցինք։ Այո, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից շնորհակալություն հայտնել Գրիշային, որ նա նույնպես այդպես հենց այնպես չէ, որ դարձավ պրոֆեսիոնալ իր գործի մեջ։ Ինքն սովորեց եւ իր հորդորները նորից միանում եմ, դուք էլ սովորեք, դուք էլ ընդօրինակեք։ Ամառային կերակուր է եւ շատ թեթև նորից կարող եմ խորհուրդ տալ, որ այս կերակրատեսակները հատկապես ամռանը, երբ որ մեր օրգանիզմը ունի պահանջ թեթև կերակրատեսակների, դյուրամարս կերակրատեսակների, փորձեք եւ ձեր սեղանը զարդարեք։ Շնորհակալություն Գրիշան, ապրես դու։ Համեցեք ճաշակեք։ Ուղղակի նշեմ, որ կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ, շատ լավ տրամադրությամբ ու մեծ սիրով։ Այսքան էր այսօրվա համար, մինչ ավարտելը ուզում եմ մաղթել, որ բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ ճիշտ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Սնկով նախուտեստ։ Սունկ 500 գրամ, սոխ 100 գրամ, սմբուկ
200 գրամ, տագդեղ 100 գրամ, ցիտրոն, աղ, սև պղպեղ, բարեախորշակ։